Մյուսը։ Ահա լսում։ Մի հատ ձեր կոնկրետին վերաբերելով հայտարարել են, որ հրաժարվում է տարածքներ տրամադրել, իմանալով որ խոսքը ուժեղ հայաստան դաշինքին վերաբերում, կոչություն սրան արձագանքեք, եւ ընդհանրապես դա կան իրավունքի հետ կապված, օրինակ քաջ ծառայողները ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները, եթե նրանց ենթադրաբար դասիտեն քարոզ արշավի կամ հավաքների մասնակցել, որովհետև այսօր թերթերը գրել են, որ քաղաքացիական պայմանագիրը հունիսի նկատի է մոբիլիզացնել ողջ վարչական ռեսուրսը։ Այս ամենի ֆոնին ամենաշատը այս պահին որն է խաթարում կողմերի իրավունքը, ապատերեկատվություն, ճնշումներ եւ այլն, եւ արդյոք դուք ընտրական օրենսգրքում առաջնահերթ փոփոխություններ անելու անհրաժեշտություն տեսնում եք այս ամենիչը վարչարելու համար, խոսքով ոչ միայն քաղաքացիների, այլ մյուս քաղաքացիների։ Բարի, շնորհակալ եմ։ Տեսեք, նախ ուզում եմ ընդգծել, որ ընտրախախտումները պատահական չնշեցի, որ լինում են մինչ ընտրական, մինչև ընտրության օրը եւ ընտրության օրը, եւ լինում են բովանդակային ու տեխնիկական։ Այս խախտումների քանակը ու որակը արդեն գալիս են գնահատական տալու ընտրությունների որակին։ Այս խախտումների ծավալը կարող է ընդհանուր առմամբ դելեգիտիմացնել ողջ ընտրական գործընթացը մեր երկրում։ Իսկ այդ ծավալը արդեն իսկ ակնհայտորեն պարզ է, որ շատ է, այսինքն իշխանության, գործող իշխանության, որը մասնակցում է քարոզչությանը, գործելավոճի տրամաբանությունը գալիս է վկայելու, որ առանց հակաօրինական միջամտությունների իրենք չեն կարող վերարտադրվել եւ իրանց կողմից թույլ տվող խախտումների տեսակները, ծավալները գալիս են վկայակոչելու միայն այդ մասին։ Այսինքն այս մարդիկ առանց վարչական ռեսուրսի արդեն ունեն գիտակցում, որ իրենք չեն վերարտադրվելու։ Քաղաքացիները չունեն համակրանք այս քաղաքական ուժի նկատմամբ, ինչը նաեւ բնականon է, որովհետեւ 2 ժամկետ ընտրվել են ու այստեղ շատ սյուր իրավիճակ է, հա, այն վառ ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյան վարչապետի դեմքով ով վառ պատգամավոր էր ու այդ 3-րդ ժամկետի գնալու քննադատության հիմքով եկավ իշխանության, հիմա գնում է 3-րդ ժամկետի ու գնում է 3-րդ ժամկետի 2 անգամ գրեթե տոտալ, հա, տապալելով քաղաքացիներին տրված իր խոստումները։ Իսկ դա իմ գնահատականը չէ, այս պայդրությամբ մենք ունեն 21-ից 26 թվականների գործող կառավարության ծրագիրը, որը իրավական ակտ է, փաստաթուղթ է եւ այդ կառավարություն ծրագիրը գրեթե տոտալ տապալված է, չկատարված է։ Հիմա բովանդակային, բնականաբար մեր քաղաքական ուժի նկատմամբ կարծում եմ որևէ մեկի համար թաքցնելու երևույթ չէ, որ մաքսիմալ ճնշումներ են իրականացվում, բայց ես իրապես կներեք, ես իրապես հիացած եմ եւ հնարավորություն ունեմ հանրային կերպով երախտիկս հայտնելու մեր հայրենակիցներին ու հատկապես մեր աջակիցներին, որովհետեւ չնայած այս ծավալի միջամտությունների, ճնշումներից, հա, վարչական ռեսուրս ու իրավապահ մարմինների ռեսուրսների շահարկումից քաղաքացիները մեկին վերման են ենթարկվում, ավելի մարտական 10-ով հետ են վերադառնում ու այն փաստի արձանագրումը, որ մեր քաղաքական ուժի նկատմամբ այս կարճ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր քաղաքացիների հոսք կա, դա արդեն իսկ բացառիկության մասին է խոսում, ասեմ անգամ միջազգային գործընկերների հետ երբ շփվում ենք, միջազգային գործընկերները այս փաստերը տեսնելով, հա, աջակիցների քանակը տեսնելով, ապշում են, որովհետև դա համաշխարհային պրակտիկայում գրեթե նորույթ, որ նորածին կուսակցությունը կարող է այսքան թիմակից, աջակից ու համակիր ունենալ ու բնականաբար այո տարածքների հետ կապված տարաբնույթ ճնշումներ են եղել, հա, սեփականատերերի նկատմամբ, հենց մեզ հետ համագործակցության տեսանկյունից, բայց ինչպես տեսնում եք, դա գործընթացին չի կարողացել վնասել կամ արկախել, որովհետև մարդիկ վճռական են, մեծամասամբ էլ մարդիկ արդեն հոգնել են այս վիճակից, փոփոխություն են ուզում եւ ինչպես ինձ գյուղերից մեկում մի պապիկ մոտեցավ, ասեց, գիտեք, սրանք էլ նախկին դարձան, գոնե չէին միջամտում մեր ընտրական իրավունքի նկատմամբ, հիմա գալիս ճնշում են, վախացնում են ու դրա պատճառով իրանք էլ չեն վերընտրվելու։ Հիմա այո, այդ պապիկի խոսքերի մեջ մեր համընդհանուր իրականության ներկայացումն էր։
Այնպես որ ես համոզմունք ունեմ կրկին փաստերով առաջնորդվելով, որ առանց իրավախախտումների եւ այսպիսի չարաշահումների այս ուժը վերարտադրվելու հնարավորություն չունի, հետեւաբար մեր առաջնային նպատակն է այդ իրավախախտումները մաքսիմալ կանխարգելել։ Կարճ հարց տամ։ Նախորդի ձեր դիտորդական առաքելության ընթացքում, երբ արձանագրել եք բազմաթիվ խախտումներ, դրանք ինչ արձագանք են ստացել, արդյոք պատշաճ արձագանք ստացել են, թե ոչ, հետևաբար, եթե հիմա խախտումներ եք արձանագրում, ինչ ակնկալիքներում եք, դրանք կստանան արձագանք, թե ոչ, եւ մենք հարցեր Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ կապված, Տավուշի մարզում նա կրկին անդրադարձել է Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին, իր խոսքերն է մեջբերում, նա իր ելույթի ընթացքում ասաց, որ Սամվել Կարապետյանին պետք է ողջ դարձի։ Սա դուք սպառնալիքի այդպես եք դիտարկում, որ երկրի ղեկավարը սպառնում է, փորձում է ընտրություններին ընդառաջ, այսպես ասած, ճնշել քաղաքական ուժին եւ նրա ղեկավարին։ Տեսեք, դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ նախ առաջին ասեմ, ցավոք սրտի 2021 թվականին ես բավականին սեղմ ռեսուրսներ ունեի, իմ անձնական միջոցներով, իմ հասարակական կազմակերպությամբ, մեր հայրենասեր հայրենակիցների շնորհիվ եւ ներգրավմամբ ընդամենը 35 հոգի էինք եւ ասեմ 35 հոգով միայն Երևան քաղաքում 100-ից ավել խախտում էինք արձանագրել ու վեր եմ հանել մոդելները, թե ինչ խախտումներ են իրականացնում։ Օրինակ ձայնագողությունը հաշվարկի ժամանակ ցույց են տալիս օրինակ 3-րդ քվեաթերթիկն է մերն այս պարագայում ու պատկերացրեք 3-րդ քվեաթերթիկը դնեն այլ քաղաքական ուժի դրցակի վրա։ Ու հենց այս խախտումը կանխարգելելու նպատակով է ամենաշատը նաև այդ թվում մեր սիստեմայի համակարգի ներդրումը, որ փորձելու ենք բոլոր տեղերում ներկայացուցիչ ունենանք կանխարգելելու համար նման միջամտությունները։ Եվ ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք էլ ու այն բոլոր մարդիկ, ովքեր իրականում իրավատեր են, պահանջատեր են եւ կողմ են, որ օրինական ընտրություններ իրականացնեն, փորձեն մասնակից լինել եւ վերահսկել ընտրական գործընթացին։ Բայց քանի որ օրինակ նույն 2021 թվականին ես այնքան մասշտաբ չունեի, որ այդ խախտումների քանակով ու տեսակով ցույց տայի, որ դա կարող է ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունենալ, բնականաբար այդ արձանագրումները ընդունվեցին ի գիտություն թե ԿՀ-ի, թե միջազգային կառույցների կողմից, բայց չունեցան հետևանքներ։ Ասեմ ավելին, մեր դիտորդական առաքելությունը երկու առաքելություն ունի։ Համ մենք ընթացիկ արձանագրում ենք խախտումները, համ մենք կանխարգելում ենք օրվա ընթացքում եւ հնդածած խախտումները։ Նույն օրինակ Գյումրու ընտրություններին մենք բազմաթիվ ընթացիկ խախտումներ ենք տեղում կանխարգելել եւ թույլ տվել բնականon ընթացքը ապահովել ընտրությունների, ինչը եւս իր արդյունքը տվեց։ Հիմա ուզում եմ հայտարարել, որ մենք կապի մեջ ենք միջազգային գործընկերների հետ եւ զեկույցներ են հրապարակվում եւ շնորհակալ եմ նրանցից շատերը բավականին աչալուրջ են եւ այս բոլոր խախտումները, որոնք այսօրվա դրությամբ իշխող ուժը հատկապես իրեն թույլ է տալիս, մենք ամենօրյա ռեժիմով մեր գործընկերներին տեղեկացնում ենք, իրազեկում ենք ու հավատացեք, դրանք իրենց ծավալով ու բովանդակությամբ եթե շարունակվեցին, ես համոզմունք ունեմ, ինչքան էլ այդ հիբրիդային միջամտությունները տեղ են ունենում հատկապես մեր քաղաքական ուժի նկատմամբ, այդ հիբրիդային միջամտությունների հետևանքը զեկույցներում կստանան, որովհետև մենք հողի վրա մի պատկեր ունենք, որ միջազգային գործընկերներին լրիվ այլ իրականություն էր մատուցվել։ Եվ օրինակ, երբ դնում ենք ինչպես ուղղակի ես այսօր հնարավորություն չէի ունեցել լրահոսին հետևելու, որ նորից Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տվել տենց ոչ միայն քաղաքական գործչին, առավել եւս վարչապետին ոչ հարիր խոսույթ, ինչպես ասացիք, ինչ որ մեկին բոմժ դարձնելը դա ուղղակի սպառնալիք է, ունեզրկման, դա քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվող հանցավոր արարք է, առավել եւս, երբ այս մարդը պաշտոնատար անձ է, արդեն տեսել ենք, որ իրականացրել է սպառնալիքներ ու դրանք կյանքի են կոչվել, օրինակ հեծի
այս ճակերտավոր ազգայնացման գործընթացը, որը բացահայտ կերպով մարդու սեփականության իրավունքի խախտում էր, ոտնահարում էր, որը կրկին, օրենսդրական գործընթացների շրջանցմամբ տեղի ունեցավ, արտահերթ նախագիծ բերեցին, որի վերաբերյալ միջազգային արբիտրաժային դատարանը կայացրեց որոշում, պահանջելով դադարեցնել այդ գործընթացները, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Նյույորքյան կոնվենցիայի վավերացված անդամ է, այլև մենք ունենք Կիպրոսի Հանրապետության հետ երկկողմանի ներդրողների շահերը պաշտպանող համաձայնագիր ու նման համաձայնագիր տասնյակ պետությունների հետ ունենք, ու դա մեր պետության միջազգային վարկանիշին ահռելի հարված էր, ու ինչ տեղի ունեցավ, անգամ կներեք, այն աշխատակիցը կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչը, ով իրեն թույլ տվեց ասելու, որ միջազգային արբիտրաժի որոշումը կատարման ենթակա է, նրան Նիկոլ Փաշինյանը ազատեց աշխատանքից եւ ասեց, որ կառավարությունը միայն ինքն է։ Կներեք, հարգելիներս, սա իրավական պետության համար անթույլատրելի վարքագիծ է, նույն մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկա գոյություն ունի։ Միեդը ասում է, որ պաշտոնատար անձը արդեն իսկ իր կարգավիճակով կաշկանդված է նման խոսույթ կիրառելու։ Օրինակ ես Գոհար Մելոյանս ավելի լայն իրավունքներ ու հնարավորություններ ունեմ որպես քաղաքացի, քան նա Նիկոլ Փաշինյան վարչապետը եւ մնացած բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որովհետեւ այդ պաշտոն, այդ մանդատը ոչ թե առավելություն, այլ պարտավորվածություն է ու պատասխանատվության շրջանակ է։ Իրենք, երբ ընդունում են այդ պաշտոնը, ի պաշտոն է ավելի շատ սահմանափակումներ ունեն, որովհետեւ իրենք ավելի հանրամատչելի են, ավելի շատ հանրային շրջանակներ են իրենց հետևում եւ իրենք սահմանադրորեն պարտավորված են զսպվել միայն այն իրավունքներով, լիազորություններով ու գործառույթներով, որոնք իրենց տվել է սահմանադրությունը եւ օրենսդրությունը, օրենքը։ Իսկ այս մարդիկ բացահայտ կերպով օրը ցերեկով, այսպես ասած, գնում ու սպառնալիքներ են հնչեցնում։ Սա էլ է հիբրիդային միջամտություն, նորմալ երկրում ես մեր գործընկերները, որոնք բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր ունեն Հայաստանի Հանրապետությունում, ահա որ վատ արձագանք տային, բայց էլի կրկնեմ, դիտորդական առաքելություններից շատերը, ովքեր հիմա երկարաժամկետ դիտորդություն են իրականացնում, մենք օրինակ առիթ ունեցանք իրենց ցույց տալու Նիկոլ Փաշինյանի նախորդ խայտառակ տեսանյութը, հիշում եք, բժշկուհի տիկնոջ հետ, ինչ բառամթերք օգտագործվեց ուղղված ընդդիմադիր ուժերին, որոնք մասնակցում են այս գործընթացներին, այդ թվում նաև մեզ, այդ խայտառակ բառապաշարը լսելուց այդ մարդիկ ուղղակի ապշել էին, չէին հավատում, որ հնարավոր է ոչ միայն քաղաքական գործիչը, այլև երկրի վարչապետը իրեն թույլ տալ, օրինակ կներեք, վերարտադրել, բայց ես մի եզրույթը արդեմ կզցնելու եմ եզրույթ, որը ուղղակի սպառնալիք է, որովհետև կրկին եմ ասում, այնպես չի ինքը ասել է անցել է առաջ։ Կոնկրետ մեր պարագայում, մեր առաջնորդի պարագայում, պարոն Կարապետյանի, մենք դեպք ունենք, երբ այն հայտնի եկեղեցուն մոտ տրված կարճ մեկ րոպե տևող հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան արագ-արագ ստատուսներ գրեց եւ այդ ստատուսները կյանքի կոչվեցին շատ հրատապ կարգով, իրավապահ մարմինների կողմից, այնպես որ սա եւս արձանագրելու է եւ սա եւս որակազրկում է միջազգային գործընկերների առջեւ մեր ընտրական գործընթացի արդարությունը, ասեմ ավելի, մենք ունենք գործընկերներ, դիտորդական առաքելություն, որը արձանագրել է, որ մեր քաղաքական ուժի պարագայում հավասարության սկզբունքը արդեն խախտված է, որովհետև ի տարբերություն ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, մեր պարագայում մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը հնարավորություն չունի մասնակցելու նախընտրական քարոզչությանը։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև տեսեք, դատարանը պարոն Կարապետյանի նկատմամբ բոլոր սանկցիաները ըստ էության վերացրել է։ Նա տնային կալանքի ներքո է գտնվում միայն մեկ հիմնական սահմանափակմամբ չի կարողանում լքել իր տան տարածքը, այսինքն նպատակը բացառապես նրա ազատ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակելն է, ինչը անհավասարության միջավայր է ստեղծում մեր քաղաքական ուժի համար։ Մեր վերում են